Первая выставка недвижимости Армении в Москве. Арарат Парк Хаят. 12 и 13 апреля. Приходите. Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Հայաստանում ֆիլմեր նկարելու պարագայում օտարերկրյա ֆիլմ արտադրողները խոշոր փոխհատուցում կստանան։ Որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Գործադիրը փոփոխություններ կկատարի նաև գյուղատնտեսական մի քանի ծրագրերում։ Օտարերկրյա ֆիլմ արտադրողները նաև հայաստանյան ֆիլմ արտադրողների հետ համատեղ արտադրությամբ Հայաստանում ֆիլմ նկարահանելու պարագայում ներդրված գումարների մինչև 35%-ը հետ ստանալու հնարավորություն կունենան։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսքով ֆիլմ արտադրության համար Հայաստանի բնակլիմայական պայմանները և աշխատաշուկան նպաստավոր են և ոլորտի համար կարող են ապահովել գրավչությունը։ Կառավարությունում նկատել են կան հետաքրքրվածություն ու պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ համատեղ ֆիլմ արտադրության և Հայաստանում ֆիլմեր նկարահանելու համար։ Միջազգային փորձն ուսումնասիրել ու հասկացել են ֆիլմ արտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը։ Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։ Այս եղանակով կարող է վերադարձվել ներդրումների մինչև 25%-ը, միևնույն ժամանակ ներդրումների հավելյալ ևս 10%-ի վերադարձ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության հանրահռչակման տարրերի առկայության դեպքում, այսինքն Հայաստանին այնպիսի անդրադարձ կատարելու պարագայում, որը արժևորում, ներկայացնում և տեսանելի է դարձնում մերօրյա Հայաստանի Հանրապետության տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց, արժեքները և այլն։ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ սա նաև զբոսաշրջության խթանման և երկրի տեսանելիության բարձրացման ուղղված քայլ է։ Արդեն կան կնքված հուշագրեր այնպիսի հարթակի հետ, ինչպիսին է Netflix-ը։ Վարչապետը կարևորեց այս նախագիծը պոտենցիալ այն շահառուներին հասցնելը, որոնք հետաքրքրված կլինեն Հայաստանում նման գործունեություն ծավալելով։ Մենք պետք է քաջալերենք, որ ոլորտի մեր մասնավոր կազմակերպությունները իրենց համար նաև այս հնարավորությունը ձեռքներին ունենալով գործընկերներ փնտրեն, որովհետև նախագիծը նաև հնարավորություն է տալիս տեղական կինոարտադրողներին, որպեսզի նրանք գործընկերության մեջ մտնեն, այսինքն սա ըստ էության ակտիվ է նաև նրանց ձեռքում, որպես համաներդրում ըստ էության, որպեսզի իրենք կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել պոտենցիալ գործընկերների հետ։ Կառավարությունը հաստատեց նաև խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրում փոփոխությունների նախագիծը։ Այս ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ 2019 թվականից ի վեր կառուցվել է 58 խելացի անասնաշենք։ Օրինակ, եթե նախկին ծրագրում 40-ից 45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 միլիոն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 միլիոն դրամ, որի 50%-ը համաձայն ծրագրի ֆերմերները կարող են հետ ստանալ փոխհատուցում, այսինքն 23 միլիոն դրամը նախկինում 17.5 միլիոն դրամի փոխարեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին են ծրագրի արդյունքները։ Փոխնախարարն էլ տեղեկացրեց, անասնաշենքերի կառուցման համար կառավարության կողմից փոխհատուցված գումարը 925 միլիոն դրամ է, իսկ տավարաբուծության զարգացման ծրագրի վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը 587 միլիոն դրամ։ Կառավարությունը դժգոհ չէ, որ 58 անասնաշենք է կառուցվել, բայց վարչապետի դիտարկմամբ ի սկզբանե այլ են եղել պատկերացումները։ Սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում, բա հիմա
Ինչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք։ Հիմնական այն ուսումնասիրությունը, որը մենք իրականացրել ենք, պարոն վարչապետ, դա վերաբերելի էր սահմանված փոխհատուցվող գումարին, այսինքն մենք գնահատում ենք, թե այս մոդելի անասնաշենքի կառուցման համար ինչքան է առավելագույն սահմանաչափը, որից հաշվարկվելու էր 50% փոխհատուցումը, եւ դրա հիման վրա ֆերմերները կամ որոշում էին կայացնում այդ անասնաշենքը մաս կազմային ծրագրին կամ ոչ։ Այս ծրագրից կհանվի նաև 10-ից 15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված անասնաշենքի կառուցման բաղադրիչը։ Փոխնախարարի պարզաբանմամբ կառուցված 58 անասնաշենքերից ամենաաննշան թիվը կազմել է հենց 10-ից 15 գլուխ կենդանիների համար կառուցվածը։ Այս համատեքստում վարչապետը խոսեց գիտելիքի կարևորության մասին նկատելով կառավարությունը պետք է աջակցի աշխատողին, չաշխատողին էլ պետք է քաջալերել, որ աշխատի, իսկ աշխատել կարող են միայն կրթության միջոցով։ Գիտելիքի մասին ըստ կառավարության ղեկավարի պետք է մտածեն նաև պետական պաշտոնյաները, քանի որ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները, նրանք են այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ այդ մեր գործն է։ Որովհետեւ 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման ծրագիրը գրած է ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղով պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ հələ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Մարդկանց հետ պետք է խոսել այդ մասին ու նաև ավելի բարձրացնել կառավարության կողմից իրականացվող ծրագրերի իրազեկվածությունը, ընդգծեց կառավարության ղեկավարը։ Կառավարությունը նաև հավանություն տվեց ինժեներական քաղաք ծրագրին, մասնավորապես ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ որոշմանը։ Այս հարցը քննարկելիս Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարից հետաքրքրվեց, արդյոք տեղադրված է եւ աշխատում է Ֆրանսիայից նվեր ստացած սուպերհամակարգիչը։ Ամբողջ համակարգչի ռեսուրսը այս պահին կարող եմ ասել, որ ամբողջ ներուժի կեսն է օգտագործում, սակայն այն դինամիկան, որ մենք ունենք նոր գիտական խմբերի կողմից հետաքրքրության իմաստով, դա նշանակում է, որ առաջիկայում սարերի հետևում չէ նաև այն պահը, երբ ամբողջությամբ իր ողջ ներուժով կօգտագործվի գերհամակարգիչը։ Հայաստանը ձեռք է բերել նաև երկրորդ սուպերհամակարգիչը արհեստական բանականությամբ։ Այս մեկն էլ Երևանի պետական համալսարանում կլինի։ Մայրբուհի այդ կենտրոնը կգործի տարեվերջին։ Եզրափակելով թեման, վարչապետը ընդգծեց. ԵՊՀ-ն եւ այդ թվում կառավարությունը պետք է սովորեն կառավարել սուպերհամակարգիչը, անհրաժեշտության դեպքում դիմելով համապատասխան մասնագետների։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել հանրային խորհրդի կազմավորման մասին։ Ըստ հայտարարության, կառավարության ապրիլի 9-ի որոշմամբ հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայք Խզմալյանը, այսօրվանից հանրային խորհուրդը համարվում է կազմավորված։ Ադրբեջանը հերթական ապատեեկատվություն է տարածել, թե իբր ապրիլի 9-ի ժամը 23:50-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում ասված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տաշկենտում ընթացող միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Ազգային ժողովի փոխնախագահը ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին, Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում ՄԻԱԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման մասին, ինչը կասկածներ է առաջացնում խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքի վերաբերյալ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության եւ անվտանգության օրակարգին։ Արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ վաղը կմասնակցի Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերների եւ հնարավորությունների պանելային քննարկմանը։ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդարանական վեաժողովի տարեկան նստաշրջանին։ Հայկական պատվիրակությունից Արուսյակ Ջուլակյանն այսօր ելույթ ունեցել եւ անդրադարձել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած վճիռների կատարման ընթացքին։ Հարգելի գործընկերներ, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անդրադարձել ենք մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման կարևորությանը, ինչը մեր կազմակերպության առջև ծառացած էական խնդիրներից է։ Մինչ այժմ Եվրոպական դատարանը կայացրել է ավելի քան 33,000 վճիռ։ Այնուամենայնիվ 2025 թվականի փետրվարի դրությամբ դատարանի ավելի քան 6800 վճիռներ կատարված չեն եւ դեռ գտնվում են նախարարների կոմիտեի հսկողության ներքո։ Սա նշանակում է, որ դատարանի վճիռների 21%-ը չի կատարվել անդամ երկրների կողմից եւ սա լուրջ խնդիր է։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ չկատարված վճիռներից մոտ 1150-ը դասվել են հատուկ հսկողության տակ գտնվող գործերի շարքին, որոնք պահանջում են ընդհանուր միջոցներ ձեռնարկել կանխելու մարդու իրավունքների խախտումների կրկնությունը։ Միջանկյալ միջոցների կատարումը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Այն դատարանի կողմից կայացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ առկա է անդառնալի վնասի անմիջական վտանգ, օրինակ երբ անձի կյանքին վտանգ է սպառնում։ Սա նշանակում է, որ միջանկյալ միջոցների կատարումն ավելի կարևոր է։ Այդուհանդերձ չնայած դրան նախարարների կոմիտեն այս առումով չունի բավարար լիազորություններ։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայմաններից մեկը հարգանքն է մարդու իրավունքների նկատմամբ։ Եվ միեդը միակ գործող մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու այդ պայմանը մարդու իրավունքների հարգանքը։ Եվ դա ընտրովիչ է, դա հիմնարար պարտավորություն է, որը ստանձնվել է հռչակագրին միանալիս։ Բայց ինչ ենք մենք տեսնում այսօր։ Մեր անդամ երկրներից մեկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեպի նոր աշխարհակարգ խորագրով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը չի ենթարկվի մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իր պատվիրակության լիազորությունների կասեցման պատճառով։ Սա ընդունելի է մեզ համար։ Գործընկերներ, չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը։ Ահա թե ինչու մենք պետք է վերահաստատենք դատարանի վճիռների պարտադիր բնույթը, ել ավելի ամրապնդենք վճիռների կատարումը, ընդլայնելով մեր տրամադրության տակ եղած միջոցները չկատարման դեպքերում։ Չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը։ Եվ երբ ես ասում եմ ամոթալի, նկատի ունեմ այս խորհրդի համար, քանի որ դա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ գործողություններ ձեռնարկեր կամ վճիռների կատարումը հարկադրելու նոր մեխանիզմներ ներդնելու կամ պատժամիջոցների մասին մտածելու այն անդամ երկրների նկատմամբ, որոնք զրոյական ջանք են գործադրում անդամակցության պայմաններին, այս դեպքում մարդու իրավունքների հարգմանը համապատասխանելու համար։ Շնորհակալություն։ 33 տարի առաջ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի կողմից ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները։ Մարաղայի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման։ Ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում 30 կին սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ Պատանդ վերցվեց 29 կին եւ 9 երեխա, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Այդ վայրագությունները լավ փաստագրված են Human Rights Watch-ի եւ Amnesty International-ի զեկույցներում։ Մարաղայի կոտորածին հանգեցրած վարքագծերը էթնիկ ատելությունը, անպատժ
անհրաժելիությունը, պատերազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային կոթողների ավերումը եւ բռնի տեղահանումը ավելի վաղ արձանագրվել էին 1988-ից 1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլուր հայերի ջարդերի ժամանակ։ Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին, նման ոճրագործությունները կանխելու եւ հարատև խաղաղության հասնելու համար պահանջվում է հրաժարվել ատելության խոսքից եւ նպաստել մարդու հիմնարար իրավունքների հարգմանը։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կարճ դադարից հետո եթերը կշարունակի հեռանկարը։ Հեռանկար այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Սերգեյ Մինասյանին եւ մենք կզրուցենք վերջին օրերի քաղաքական իրադարձություններից եւ սպասվող զարգացումներից։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Սկսենք Ալիևի երեկվա հայտարարություններից։ Ալիևը ասել էր, որ պատրաստ է փոքր քայլերով վստահության մթնոլորտ ձևավորել Հայաստանի հետ։ Այնպիսի տպավորություն է, թե Ալիևի ռետորաբանությունում այսպես որոշակի մեղմացում կա, եթե հաշվի առնենք, որ ընդամենը վերջերս Ալիևը ասում էր, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահությունը գրեթե զրոական է, չհաշված այն, որ մի քանի անգամ այդ ընթացքում Հայաստանը ընդհանուր մեղադրում էին ֆաշիստական երկիր լինելու մեջ։ Դե նախ պիտի նշենք, որ Ալիևի այդ ռետորիկան բավականին տարբեր արենում կապված ինչ միջոցառումների կամ ինչ առիթների հետ է դա հնչում, երբեմն նաև լրագրողների հարցերից, բայց այո, կարծում եմ, որ այն գլոբալ զարգացումները, որոնք տեղի են ունենում աշխարհում եւ նաեւ դրանց որոշ չափով արտացոլումները տարածաշրջանային կտրվածքով այս պահին ինչ որ թե որոշ չափով մեղմացրել են ադրբեջանական ղեկավարության հայտարարությունների այդ ընթացքը, բայց մյուս կողմից նաեւ մենք տեսնում ենք, որ դա նաեւ մենք շարունակվում են սահմանում որոշ, այսինքն լարվածությունը կամ լարվածության միտված գործողություններ ադրբեջանական կողմից եւ դա պատահական չի, հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է այդ լարվածությունը պահպանելով եւ նաեւ ժամանակ առ ժամանակ ինչ որ ռազմատեչ հայտարարություններով ճնշում իրագործել Հայաստանի վրա, բայց մյուս կողմից նաեւ հասկանալի է, որ այս գլոբալ զարգացումների համատեքստում նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես պիտի փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ նոր հնարավորություններ կամ սպառնալիքներ են ստեղծվում եւ Ադրբեջանի համար եւ այս տարածաշրջանային համատեքստում։ Այսինքն, եթե ընդունում ենք, որ ինչ-որ չափով մեղմանում է այդ ռետորաբանությունը, այսինքն զարգացումները գուցե նույնքան չափով էլ ի նպաստ են մեզ համար։ Իրականում դա կախված է բազմաթիվ գործոններից եւ այդ գործոններից մեկը կարող լինի սպասվող նոր լարվածություն, ասենք Իրանի շուրջ, իր հետ նաև կապված բազմաթիվ հետևանքներով եւ Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արևելքի շուրջ եւ հասկանալի է նաև, որ եւ քաղաքական գործիչները եւ փորձագետները եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս նշում են, որ ոնց որ դա եղել էր նախկինում եւ 20 թվականին եւ 23 թվականին Ադրբեջանը կարա փորձի օգտագործել իր համար ինչ որ հնարավորությունների պատուանը, երբ որ եւ տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարները զբաղված լինեն այդպես կոչված ավելի մեծ գործերով։ Պարոն Մինասյան, իրոք նշեցիք դուք էլ վերջի շրջանում այդ ապատեգատությունների տարափը չի թուլանում, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթվա ընթացքում օրական գոնե մեկ անգամ այդպիսի ապատեգատություն եղել է։ Սրանով Ալիևը փորձում է հետաձգել, երկարաձգել կամ գուցե ընդհանրապես չեղարկել պայմանագրի ստորագրումը, թե փորձում է էսկալացիա ինչ-որ հող նախապատրաստել, թե այդ երկու գաղափարները փոխկապակցված են նաև։ Կարծում եմ վերջի տարբերակը ավելի տրամաբանական է, հասկանալի է, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունների մեջ չի մտնում արագ
խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Ադրբեջանը փորձելու է դա ձգձգել այնքան ինչքան որ հնարավոր է, բայց մյուս կողմից նաեւ այդ լարվածության աստիճանը պահպանելով, այո, հարմար առիթ է, եթե ստեղծվի նաեւ հետագա ինչ-որ բարձր կամ ցածր մակարդակի ռազմական էսկալացիայի գնալու փորձերով։ Ալիևի երեկվա խոսքերից ես եւս մեկն եմ ուզում հիշեցնեմ, մեջբերեմ ուղակի, քանի որ Հայաստանը արգելափակում է մեր մուտքը Նախիջևան, մենք Իրանի հետ շրջանցիկ ճանապարհ կկառուցենք։ Մի կողմից կարծես սա հերթական մեղադրանքն է Հայաստանին, որ Հայաստանը ինչ-որ բան է արգելափակում, մյուս կողմից այս գաղափարը կարծես թե խնդրի լուծման, այսպես խաղաղ ճանապարհ է ենթադրում, եթե Իրանի հետ նոր ճանապարհ է կառուցվում։ Նմանատիպ հայտարարություններ եւ ադրբեջանական կողմից եւ իջհետարկել է նաեւ թուրքական կողմից բազմիցս արվել էր, Իրանը նույնպես մասշտաբես նշել է, որ պատրաստ է նմանատիպ հնարավորություն ընձեռել եւ բացի դրանից մենք գիտենք, որ փաստացի ցամաքային կապը այս պայն իսկապես Իրանի տարածքով է տեղի ունենում, բայց այստեղ նաեւ կարծում եմ, որ Ադրբեջանը այդ հանգամանքը նաեւ դիտարկում է ոչ միայն Հայաստանի հետ կամ ասենք այդ բանակցային գործընթացի ֆոնին, այլ նաեւ կա մի այլ ոչ պակաս կարևոր եւ աշխարհակահական լուրջ հետևանքներով լի մի գործընթաց, դա հյուսիս-հարավ այդ տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի հետ մեկտեղ, իհարկե այս ասենք տարածաշրջանային լարվածությունը, որը ստեղծվում է Իրանի շուրջ ոչ այդքան դրական ֆոն է դրա համար, բայց համենայն դեպս Ադրբեջանը նաեւ համապատասխան սիգնալներ ուղարկում նաեւ Իրանին։ Պարոն Մինասյան, այսօրվա քաղաքական զարգացումները հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին մեծ էսկալացիայի հավանականությունը ինչքան կգնահատեք, տեսեք մոտ 2 ամիս առաջ արտաքին հետախուզական ծառայությունը մեծ էսկալացիայի հնարավորությունը փոքր էր գնահատել։ 2 ամիսը այս գլոբալ փոփոխությունների շրջանում բավարար ժամանակ է, որ ինչ-որ բան փոխվի։ Փոխվել է ինչ-որ բան, այսօր եւս փոքր է այդ հնարավորությունը, թե որոշակի մեծացել է։ Իրականում հասկանում եք, որ այստեղ բացի այդ հավանականության գնահատականներից նաև աստիճանի լուրջ գնահատական կա, եւ մենք պիտի հասկանանք մեծ էսկալացիան դա ինչ է նշանակում, դա նշանակում է լայնածավալ պատերազմ, ասենք 20-23 թվականի, ասենք ձևով, թե դա կարա լինի միջին կամ ցածր մակարդակի էսկալացիա, որի մեջ կարա ներառի, ասենք ադրբեջանական կողմի փորձերը ներթափանցել, ասենք Հայաստանի տարածքի խորքերը կամ որոշ, ասենք բնակավայրեր գրավելու փորձերը, հատկապես հարավային ուղղությամբ, եւ դրանից ելնելով նաեւ մենք պիտի փորձենք գնահատենք այդ ռազմական էսկալացիա կամ ռազմական վտանգի սպառնալիքները, բայց դրա հետ մեկտեղ նաև մենք պիտի հասկանանք, որ այն գնահատականները, որոնք որ արվում են, ասենք, նաև այս բավական դինամիկ զարգացող եւ տարածաշրջանը եւ գլոբալ մակարդակով անվտանգային այս արխիտեկտուրայի ֆոնին եւ այն, ասենք, գործոնները, որոնք որ հնարավորություն են տալիս, ասենք, բացառելու լայնածավալ էսկալացիան կամ պատերազմը 2-3 ամիս առաջ, այս պայն կարան փոխվեն, որտեղ մենք տեսնում ենք, որ զուգահեռ տեղի ունենում գործընթացը ոչ միայն Իրանի շուրջ, մենք տեսնում ենք նաև շատ հետաքրքիր եւ բավականին լուրջ հետևանքներով լի գործընթացներ ռուս-ուկրաինական պատերազմում եւ նաև այդ ֆոնի վրա բոլոր տարածաշրջանային դերակատարները վերաիմաստավորում են իրանց մոտեցումը։ Հետեւաբար այս պայն ես չէի լիովին բացառի նույնիսկ լայնածավալ պատերազմի հավանականությունը, սակայն մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կոնկրետ այս պայն ոչ, ասենք, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռիտորիկան, ոչ համապատասխան զինատեսակների, ուժերի կուտակումները սահմանի շուրջ դեռ այդքան էլ վտանգավոր չեն, բայց նաև պիտի նշեմ մի կարևոր հանգամանք, նաև որ այս վերջի մի տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բավականին լուրջ ինժեներական գործընթացներ է սկսել սահմանի շուրջ, ֆորտիֆիկացիոն լուրջ
կառույցները կազմակերպել, որոնք որ հնարավորություն են տալիս բավականին արագ տեմպերով եւ ոչ այդքան հասանելի մեր կողմի համար կուտակել մեծ քանակով զինտեխնիկա, ստորաբաժանումներ հենց սահմանի գծում, որոնք որ կարան օգտագործվեն, եթե ոչ լայնածավալ պատերազմի դեպքում, բայց բավականին ինչ-որ լուրջ ռազմական օպերացիայի դեպքում։ Դա է նաև դրանով է նաև պայմանավորված, որ հայկական կողմը ստիպված է ուժեղացնել նաև հետախուզական գործունեությունը մեր տարածքի շուրջ, օգտագործելով նաև օդային հետախուզության որոշ միջոցներ։ Ադրբեջանական բանակի այդ վերջի մեկ տարվա փոփոխությունների մասին նշեցիք, պարոն Մինասյան, ես ուզում եմ հարցնել, քանի որ ձեր կառույց ինստիտուտը նաև ակտիվ համագործակցում է, չէ՞, մեր ՊՆ-ի հետ, Պաշտպանության նախարարության, ինչ կարծիք եք մեր այսօրվա բանակի մասին, 2020 թվականի պատերազմից հետո ինչքանով է կարողացել վերականգնվել մեր բանակը, ինչքանով է կարողացել դառնալ մարտունակ, եթե հաշվի առնենք նաև որ բյուջեի գրեթե եռակի ավելացում է եղել բանակաշինության համար։ Ինչ վերաբերվում է, ասենք, թվային, ասենք այդ չափանիշների մասին, այսինքն վերազինման նոր զենքի զինամթերքի ձեռքբերումը Հայաստանում ռազմարտունաբերական համալիրի զարգացումը, ապա այս առումով մենք ունենք որոշ դրական դինամիկա, տեսանելի դինամիկա, մյուս կողմից նաև մենք պիտի հասկանանք, որ Ադրբեջանի հետ համեմատությամբ այդ ռազմական բալանսը լիովին դեռ չի վերականգնվել, բայց այստեղ կարևորը մի այլ հանգամանք է։ Դուք նշեցիք 20 թվականը կամ 23 թվականը ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ ժամանակակից պատերազմի վարման ռազմական հակամարտությունների բնույթը չափազանց արագ փոխվում է, կարելի ասել, որ ասենք Ուկրաինայում վերջի 3 տարվա ընթացքում 2-3 անգամ կարելի ասել կոնցեպտուալ ռազմական գործողությունների բնույթն է փոխվել, տեխնիկական, ասենք, վերազինման գործընթացները եւ այստեղ չափազանց կարեւոր է, որ մեր զինված ուժերը, ռազմաքաղաքական ղեկավարությունը, գեներալները, սպայական անձնակազմը լուրջ հետևություններ անեն եւ լուրջ վերլուծեն այդ ժամանակակից ռազմական գործողությունների ընթացքը, դասերը ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ ասենք մերձավոր արևելքում մեզ համար կարևոր գործընթացներում եւ այդ առումով օրինակ ես կարող նշեմ, որ վերջերս փետրվար ամսին նաեւ բավականին լուրջ գիտական կոնֆերանս էր տեղի ունեցել, որը կազմակերպել Պաշտպանության նախարարությունը մեր ռազմական ակադեմիայում, որտեղ որ նաեւ ես եմ մասնակցում մեր փորձագետների եւ զինվորականների եւ այո կա լուրջ հետաքրություն եւ ժամանակակից ռազմաքաղաքական գործընթացների եւ նաեւ դրանց մեջ ներառվող նոր տեխնիկական միջոցների տեղակայնացման եւ ասենք ընկալմանը մեր զինված ուժերում, բայց դրա հետ մեկտեղ նաեւ այո մենք պիտի նաեւ իրատեսական լինենք եւ հասկանանք, որ եւ Ադրբեջանում եւ Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում եւ ավելի լայն, ասենք, տարածաշրջանային կտրվածքով այդ բալանսը չի վերականգնվել եւ ոչ միայն ռազմատեխնիկականի մասին մենք կարանք նաեւ նշենք կամ խոստովանենք, որ ռազմաքաղաքական առումով նաև այն, ասենք, բարեկամ կամ դաշնակից երկրների հետ հարաբերությունները նույնպես այս պահին հնարավորություն չեն տալիս լիովին, ասենք, նշել, որ մենք կարանք այդ բալանսը պահպանել, բայց մյուս կողմից նաև հասկանալու է, որ աշխատանքները տարվում են եւ այլ տարբերակ մեր երկիրը բնականաբար չունի, քան փորձի, ասենք, բալանսավորի եւ իր ռազմական պոտենցիալը եւ դրան զուգակցող նաև դիվանագիտական եւ քաղաքական գործընկերկազմը։ Պարոն Մինասյան, խաղաղության պայմանագրից նորից խոսենք, տեսեք քաղաքագիտական շրջանակներում երկու հիմնական տեսակետ կա, մի մասը քաղաքագետների, փորձագետների կարծում է, որ Ալիևը երբեք չէր ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը, մյուսներն ասում են, որ ինչու՞ չի ստորագրի, ինչ որ պահ կգա ստորագրի, բայց դա առերևույթ ինչ որ թղթի կտոր կլինի եւ հետագայում Ալիևը կարող է Հայաստանին մեղադրել այդ պայմանագիրը խախտելու մեջ, ինչպես օրինակ նոյեմբերին այդ փաստաթղթի պարագայում է տեղի ունենում։ Դուք այսպես ինչ որ այդ տեսակետներից մեկի կողմնակից եք։ Դե հասկանալի է, որ իրական եւ
ստաբիլ, ասենք, խաղաղությունը հնարավոր է միայն բազմաշերտ ռազմաքաղաքական բալանսի պահպանման դեպքում, որտեղ եթե կողմերից մեկը բավարարված չի, ասենք, խաղաղության պայմաններով կամ մտածումը, որ տարբեր էլեմենտներից ելնելով կարա շարունակի ճնշումը եւ լրացուցիչ ինչ-որ, ասենք, դիվիդենդներ ստանալ, ապա միայն ստորագրելով դա բավարար չի, չնայած որ նաեւ հասկանալի է, որ լիակատար խաղաղությունը նույնպես առանց ինչ-որ ֆորմալիզացված փաստի բացակայությամբ դա նույնպես այդքան էլ էֆեկտիվ չի լինելու, բայց նաեւ նշելով ձեր հարցի առաջին մասը, այո, կամ բազմաթիվ գործոններ, որոնք որ Ադրբեջանի ղեկավարության համար ամենայն դեպս ոչ ցանկալի են, ասենք, դարձնում պայմանագրի ստորագրումը եւ ներքաղաքական ռիտորիկայից եւ նաեւ Հայաստանի դեմ եւ հայերի դեմ այդ ասենք հայտարարությունները, որոնք որ հնարավորություն են տալիս Իլհամ Ալիևին որոշ չափով նաև ասենք նսեմացնել ներքաղաքական կամ տնտեսական խնդիրները Ադրբեջանի ներսում, տարածաշրջանային կոնտեքստը եւ այլն, իսկապես այդ առումով Ադրբեջանը բավականին հստակ ցույց է տալիս, որ պատրաստական չի նման փաստին, բայց մյուս կողմից նաև որոշ չափով կա նաև քաղաքական տրամաբանության այն մյուս տեսակետի մեջ, որ եթե Ադրբեջանը տեսնի, որ ասենք աշխարհակական գործընթացները Հայաստանի տարածաշրջանային դիրքավորումը ռազմաքաղաքական կամ ռազմատեխնիկական բալանսը կարան փոխվեն եւ այդքան նպաստավոր չլինեն Ադրբեջանի համար, ոնց որ դա եղել էր վերջի 5 տարվա ընթացքում օրինակ տարբեր պատճառներով, ապա հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարա գնա նման պայմանագրի ստորագրմանը, այդ թվում նաև այդպես կոչված կապիտալիզացնելու այն ձեռքբերումները, որ Ադրբեջանը ստացել էր այս վերջի տարիների ընթացքում, բայց բնականաբար դա, ասենք, տեսական գնահատականներն են եւ որոշումներ ընդունվելու են ելնելով նաև եւ ներքին եւ քաղաքական գործընթացների զարգացումներից։ Պարոն Մինասյան, այս օրերին լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, մի կողմից տեսեք ռուս-ամերիկյան բանակցությունները, մյուս կողմից իրано-ամերիկյան բանակցությունները եւ այդ բանակցությունները, այդ իրադարձությունների տարբեր ելքերից կախված կարող են տարբեր ազդեցություններ լինել մեր տարածաշրջանում։ Օրինակ, այսպես ամենապարզ, բայց հասկանալի սցենար, որ իրано-ամերիկյան բանակցություններում հաջողություն չի լինում եւ էսկալացիա է սկսվում Իսրայելի նաև ներգրավվածությամբ, ինչը իհարկե ազդեցություն կունենա վատ իմաստով Հայաստանի վրա, մեր տարածաշրջանի վրա։ Այստեղ ձեզ հավանական ելքերը որոնք են։ Իրականում այդ զարգացումների ֆոնին նաև պիտի նշենք, որ հայկական կողմը նաև Իրանի մեր գործընկերների հետ նաև փորձում են որոշ չափով նախապատրաստվեն նման գործողություններին եւ նաև համապատասխան ազդակներ նաև ցույց տալու, բայց դա բնականաբար բավարար չի, եթե մենք ասենք մեր տարածաշրջանը բախվի լայնածավալ ռազմական գործողությանը Իրանի դեմ, որի մասին բազմաթիվ ասենք վայկականներ ենք տեսնում, մյուս կողմից նաև մենք տեսնում ենք, որ շատ հաճախ հատկապես մեր ծովարարքում նմանատիպ ռազմական ասենք էսկալացիայի դիտարկումները նաև կարան դաշտ բացեն նաև դիվանագիտական բանակցությունների աշխուժացմանը եւ այդ առումով իսկապես մենք տեսնում ենք, որ Իրանի ղեկավարությունը փորձում է նաև օգտագործի այդ դիվանագիտական հնարավորությունները մոտակա օրերին դու գիտեք Օմանում նաև տեղի ունենալու նախագահ Թրամփի հետ նշած գրեթե ամենաբարձր մակարդակով բանակցությունները իհարկե հասկանալի է, որ կողմերի մոտեցումները չափազանց իրարամերժ են, բայց դա շատ հաճախ է լինում նմանատիպ ասենք հակամարտությունների դեպքում, համենայն դեպս կա այս պայն ոնց ես հասկանում եմ, կա հավանականություն, որ
այդ բանակցությունները հնարավորություն կտան որոշ չափով հետաձգել հնարավոր ռազմական, ասենք, հարձակման վտանգը Իրանի դեպ, որը որ իդեպ նաև մասնագետների գնահատմամբ բավականին լուրջ նախապատրաստական, ասենք, աշխատանք է կատարվում Միացյալ Նահանգների հետ, հասկանալ են նաև Իսրայելի կողմից, բայց մյուս կողմից նաև պիտի հասկանանք, որ Իրանը նույնպես կուտակել է բավականին լուրջ ռազմատեխնիկական ունակություններ եւ օդային, եւ ցամաքային, եւ հակօդային պաշտպանության եւ հրթիռային զինատեսակների առումով, բայց համենայն դեպս պետք է նշել, որ անվտանգության տեսանկյունից երևի թե Իրանի համար բավականին լուրջ խնդիրներ են ստեղծում, հատկապես հաշվի առնելով, որ նախորդ մի քանի ամիսների ընթացքում այդպես կոչված արտաքին օղակը պրոքսի երկրների կամ պրոքսի գործոնների, որոնց որ աջակցում էր Իրանը, բավականին թուլացել է։ Եվ վերջում, պարոն Մինասյան, շատ կարճ, քանի որ վաղը Անտալիայի ֆորումն է մեկնարկելու, Արարատ Միրզոյանը մասնակցելու է, նաև մասնակիցների ցանկում կա Ռուբեն Ռուբինյանի անունը, կա նաև Ալիևի անունը, Հաջիևի անունը, Բայրամովի անունը, ինչ է այս հարթակը մեզ համար եւ կան այստեղից ինչ որ սպասելիքներ։ Դե արդեն, եթե ես չեմ սխալվում, 3-րդ տարին է, որ հայկական կողմը մասնակցում է Անտալիայի դիվանագիտական ֆորումին եւ նմանատիպ միջոցառումները իրականում դա լավ հնարավորություն է նաեւ, ոնց որ ասում է, կիսել մոտեցումները, հասկանալ վիզավիների, ասենք, դիրքորոշումները եւ մյուս կողմից նաեւ հասկանալի է, որ լրացուցիչ զգայունությունը բերում այն հանգամանքը, որ դա տեղի ունենալու Թուրքիայում, Անտալիայում, բայց ես կարծում եմ ամենայն դեպս դա նաեւ հնարավորություն կտա առաջերտին թուրքական կողմի հետ, հայ-թուրքական գործընթացի հետ կապված նոր ինչ-որ մոտեցումներով կամ նախորդ պայմանավորությունների ֆոնի վրա շարունակել բանակցությունները եւ գիտեմ, որ նաեւ տարածաշրջանային համատեքստում նաև հանդիպումներ են լինելու եւ Ադրբեջանի եւ ինչքան որ գիտեմ նաև Ռուսաստանի արտգործնախարարների հետ։ Շնորհակալություն։ Այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը։ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ամփոփել է 2024 թվականի արդյունքները։ Մանրամասները մեր վերջին տեսանյութում։ 2024-ը մեզ համար պարզապես աճի տարի չէր, նախորդ տարվա արդյունքներն ամփոփելիս ընդգծում է ընկերության գլխավոր տնօրենն ու հավելում. Վիվան կատարել է իրական ու վճռական քայլ դեպի թվային կոնվերգենտության նոր հանգրվան։ Վիվան դարձել է բջջային ու ֆիքսված կապ, հեռուստատեսություն, անպային ծառայություններ, բազմազան հավելվածներ, նորարարական տտլություններ առաջարկող թվային էկոհամակարգ։ Թվային աշխարհը դարձել է ավելի մոտ, հարմար եւ հասանելի։ 2024-ի վերջի դրությամբ Վիվան ունի 2.3 միլիոն բաժանորդ, 1.2%-ով ավելի, քան 2023-ին։ Նույնչափ աճել է ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը։ 2024 թվականին իրականացված ռեբրենդինգն արտահայտել է Վիվայի թվային վերափոխման որակական նոր փուլը, թվային նոր դարաշրջանում ընկերության արժեքներն ու տեսլականը։ Մեր առաջընթացը հնարավոր չէր լինի առանցին բոլոր թիմակիցների, մենք եղել ենք ու շարունակում ենք լինել ոլորտի առաջատարը։ Շնորհակալ եմ մեր բաժանորդներին, որ վստահեցին ու աջակցեցին մեզ։ Մենք միասին անցանք այդ ճանապարհը, իսկ լավագույնը դեռ առջևում է։ Անցած տարվա ընթացքում ընկերությունը գրանցել է զուտ շահույթի ավելի քան 30% աճ։ Այս կատարողականը Վիվային հնարավորություն է տվել բաժնետերերին վճարել շուրջ 10 միլիարդ դրամ շահութաբաժիններ։ Հայաստանի Հանրապետությունը որպես ընկերության 20% բաժնետեր ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Խոշոր հարկատուների ցանկում բոլոր օպերատորներից մշտապես ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող Վիվան այս տարի նույնպես գլխավորում է օպերատորների ցանկը, իսկ ընդհանուր ցանկում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ 2024-ին ընկերությունը վճարել է 18.2 միլիարդ դրամի չափով հարկ։ XY Unlim սակագնային պլանների բաժանորդների համար ավելացվել է ինտերնետի եւ ձայնային փաթեթների ծավալը։ YouTube-ն ավելացվել է Y սակագնային պլանի անսահմանափակ հավելվածների շարքում։
բացառապես Viva-ի բաժանորդներին հասանելի նորարարական Wi-Fi calling ու Volt ծառայություններն օրստորե ավելի մեծ պահանջարկ են վայելում։ Նախորդ տարվա համեմատությամբ արտերկրում Wi-Fi calling օգտագործողների թիվը կրկնապատկվել է, իսկ արտերկրում գտնվողների գեներացրած ձայնային թրաֆիկը ռեկորդ է սահմանել, աճելով 3 անգամ։ MyViva բջջային հավելվածում բաժանորդներին հասանելի են դարձել բազմաթիվ նոր ծառայություններ։ Նախորդ տարվա ընթացքում եւս Viva-ն կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ, ուղղված տարբեր սերնդի ցանցերի արդիականացմանը, իսկ 5G ցանցի կառուցման Viva-ի առաջիկա պլանների վերաբերյալ լրագրողի հարցինի պատասխան ընկերության գլխավոր տնօրենը հետևյալը նշեց. Քանի որ ասուլիսը վերաբերում էր 2024 թվականի արդյունքներին, 5G ցանցի մասին հարցն ի սկզբանե չենք ներառել։ Ինչպես հանրությունը գիտի, մենք նախընտրում ենք սկզբում իրականացնել, իսկ հետո միայն պատմել։ Viva-ն այսօր արդեն ունի ռադիոհաճախությունների 2 անգամ ավելի մեծ ռեսուրս, քան առաջ։ Viva-ն արել է 2.5 միլիարդ դրամի ներդրում, ուղղված 5G-ի համար նախատեսված ռադիոհաճախությունների օգտագործման թույլտվություն ստանալուն, ինչը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 2-ին։ Տեխնոլոգիական նորամուծությունների մասին ընկերությունը կտեղեկացնի հավելյալ առաջիկա 7 տարիների ընթացքում Viva-ն պլանավորում է 5G տեխնոլոգիայով փուլ առ փուլ ծածկույթ ապահովել գործող, ինչպես նաև նոր մայրուղիներում, սահմանային գործող եւ նոր մաքսակետերում, բոլոր քաղաքներում, ակադեմիական քաղաքում եւ ինժեներական քաղաքում։ Իդեպ Viva-ն առաջինն է Հայաստանում ներդրել 5G ցանց Երևանի եւ Գյումրու կենտրոններում։ Շանթերուստանգերություն Հորիզոն։ Այսօր այսքանը, բարի գիշեր։